Ժորժան բարև ձեզ, այսօր ուզում եմ խոսենք smart money կոնցեպտների վերաբերյալ, որովհետև եթե տեղյակ չեք, smart money կոնցեպտը լոգիկան նրան կայանում, որտեղ որ բացատրում է, թե բանկերը ինչպես են դիրքավորվում, բանկերը ոնց են գործողություններ կատարում, որպեսզի հիմնականում 90% ժողովուրդը փող կորցնի, մնացած 10%-ը կամ նույնիսկ ավելի քիչ փող աշխատեն։ Երբ որ դու smart money կոնցեպտները, այդ մեթոդիկան հասկանում ես, երբ որ հստակ պատկերացնում ես ուղղությունը շուկայի եւ այլն, քեզ համար շատ ավելի հեշտ է դառնում ուրեմն trade անելը, քան երբ որ ուղղակի կուրորեն կամ ինչ որ զգալով trade անես, հա, չգիտեմ, զգում եմ վերևա բարձրանալու իջնելու, այդ տրամաբանությունը չի աշխատում, որտեվ այդ զգում եմ բանը եւ այլն, այդ էմոցիոնալ կտորը, որ կա trading-ի մեջ, դա ամենավտանգավոր կտորն է, դրա համար, քանի որ շատ են հարցեր տալիս, թե ինչ է, ոնց պետքա նայվի, ոնց պետքա չնայվի եւ այլն, գլոբալ ձեզ հեսա ներկայացնելու եմ, թե հերթականությամբ ոնց է այս ամենը աշխատում։ Ուրեմն, մենք ինչ ունենք։ Ունենք մի քանի կարևոր կետ։ Առաջինը, թե ինչա smart money-ն, լիկվիդացիոնը ինչա, լիկվիդացիոն զոնաները ինչա, լիկվիդնի շուկան ինչա, okay, շատ կարևոր է դա։ Շուկայի ստրուկտուրան, այսպես ասած, կառուցվածքը։ Premium discount զոնաները, հա, մեկ էլ AMD, այսինքն accumulation, manipulation, distribution տրամաբանությունը, որը որ հիմնականում սեսիաների մեջ է բաղկացած, բաժանված Ասիա, Եվրոպա ու Ամերիկա։ Հիմնական մասյան լինում է accumulation զոնան, որը որ զուտ կուտակվում է, հետո մանիպուլյացիա տեղի ունենում Եվրոպա, որից հետո արդեն ուղղությունը դիտարկվում դեպի վերև, դեպի ներքև, արդեն հիմնականում ամերիկյան շուկայում։ Բայց նախ եւ առաջ եկեք հասկանանք կարևոր կոնցեպտներ, առաջի կոնցեպտն է ինչա լիկվիդնի շուկան։ Լիկվիդնի շուկան այն է, որ շատ ուրեմն գնորդներ եւ վաճառողներ կան։ Շատ կոչվածը ինչքան շատ, այնքան շատ լիկվիդ։ Ինչքան քիչ, այնքան քիչ լիկվիդ, հետեւաբար եթե պատկերացնենք Solana-ն միլիարդներով արքու վաճառք ալնում օրական, ճիշտ է, բայց եթե մենք գնում ենք օրինակ 1700-րդ ինչ որ coin ենք դիտարկում, coin market cap, տեսեք, top coin-երն են սրանք, որը որ իր կապիտալիզացիան 1.4 տրիլիոն է, օրինակ Bitcoin-ը, Ethereum-ը 250 միլիարդ է եւ այլն, սա լիկվիդ ռեալ տեղին լիկվիդ բաներ են, coin-եր են, բայց երբ որ գնում ենք 80 քանիերորդը բանը, որտեղ որ 8600 քան, Wrapped Harmony կամ ցանկացած այստեղից ինչ որ մի բան, կարանք 83-րդ պոզիցիան, 8200-րդ պոզիցիայում կա C-Voin, ինչ որ coin-ը, որը որ market cap-ը $16000 է։ $16000 դեպքում ըստ ձեզ դուք կարող եք $1000 ներդրում անել։ Իհարկե կարող եք միանգամից $1000-ը այս coin-ը, օրինակ, կթռնի վերև, այստեղից այստեղ միանգամից կբարձրանա, բայց հենց որ ուզենաք դուք կանխիկացնեք վաճառք անեք, ինչքան որ բարձրացավ, այնքան էլ իջնելու է, բայց հավանաբար այն պայն է, որ դուք գնեք, ուրիշը որ ունի այս coin-ից միանգամից վաճառելու, այսինքն այդ ձեր $1000-ը վերցնելու է տանի։ Դրա համար ես միշտ ասում եմ, եթե մենք trade ենք անում, առնվազն top 100-ը trade անենք, okay? Liquid շուկան դա է։ Հիմա եկեք հասկանանք, թե լիկվիդացիոն զոնաները որոնք են, որովհետև հավանաբար դուք այս պատկերը տեսել եք շատ, լիկվիդացիոն heat map-ն է, որտեղ որ գրված է տարբեր ուրեմն զոնաներում, գնային զոնաներում, ինչքան լիկվիդացիա կա։ Օրինակ այս պարագայում, եթե Bitcoin-ն ենք դիտարկում, $69739 սահմաններում գնային կա 48.5 միլիոն դոլարի լիկվիդացիոն զոնա։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ լիքը մարդ փող է կորցնելու։ Հետևաբար այս զոնաները market maker-ները, բանկերը, ինստիտուցիոնալ տրեյդերները եւ այլն, իրանք միշտ դիտարկում են այս զոնաները, տեսնում եք, այստեղ ֆրֆռումեր եւ այլն, այստեղ կար
49-50 միլիոնանոց մի հատ զոնա, մի քիչ վերև 30 եւ այլն։ Ինքը գումարային կարող է մի 300-400 միլիոնի զոնա լիներ։ Որ ինչ արեց, տեսնում եք, եկա վերև ներքև գգմփ վերև սաղ էս ստոպերը, ինչպես նաեւ հաշիվներ մաքրեց, լիկվիդացվեց, զրոյացավ, այսինքն բրծան։ Ու այս լիկվիդացիոն տրամաբանությունը այն է, որ պատկերացրեք ավտոմատ վաճառք կամ ավտոմատ արքա։ Ոնց է սա տեղի ունենում, իհարկե ավելի մանրամասն ես բացատրում եմ Wix-ի վիդեոներում, անվճար hiketrading.am-ում կարող եք դիտարկել, թե փիղը սենյակումի տրամաբանությունը ոնց աշխատում, բայց այստեղ լոգիկան հետևյալն է, տեսնում ենք, վերև ներքև է լինում, այսինքն այս դեպի ներքև իջնող ժողովուրդով, ովքեր որ շորտ են արել, այստեղ ինչ են դրել, stop loss։ Եթե այդպես է, ապա ինչ է տեղի ունենում, եթե շորտը այստեղ արքա։ Հասկանում եք, հետևաբար ինչ որ մեկին պետք էր իրանց այստեղ ներքևից առած բիթքոյնները, ինչ որ մեկը առներ, որ վաճառեն իրենց, ու հենց այս զոնան իդեալական զոնա է, որ կարողանան միանգամից շուկային տան։ Այսինքն վաճառեն, իրանք էլ առնեն։ Okay? Մի փոքր կարող է կոնցեպտուալ բարդ է, բայց իրականում ինքը բավականին հեշտ է։ Քանի որ այս ամենը հասկացանք, եկեք հասկանանք, թե ինչա շուկայի ստրուկտուրան, հա? Շուկայի ստրուկտուրան հիմնականում կայանում է հետևյալ տրամաբանությամբ, որ եկեք սա ասենց դնենք, տեսեք, շուկան հիմնականում կամ բարձրացող է լինում, կամ իջնող է լինում։ Ճիշտ է, սա բարձրացող շուկա է, սա էլ իջնող շուկա է։ Ինչպես որ տեսնում ենք, ինքը շարունակական միշտ ոնց ենք հասկանում բարձրացող է, որովհետև անընդհատ նոր բարձունքներ է ձևավորվում, այսինքն տեսեք, վերև է բարձրանում, նոր մակարդակներ է ստեղծում եւ այլն, հա։ Ինչպես նաեւ իջնելու դեպքում նույն լոգիկայով էլ իջնում է, որ ամեն անգամ երբ որ իջնում է, նոր ներքևի զոնաներ է ստեղծում, գնային տեսանկյունից տեսնում ենք, որ ամեն անգամ դեպի վերև է կամ ամեն անգամ դեպի ներքև է։ Սա մեզ ինչ է հուշում, որ շուկան իջնող է ու քանի դեռ հակառակը չի ապացուցվել, okay, մենք իջնող ենք դիտարկելու։ Այս շատ պրիմիտիվ տրամաբանություն է։ Ոնց ենք հասկանում հակառակը չի ապացուցվել։ Հետևյալ կերպ, եթե մենք, օրինակ այստեղ, հա, նայում ենք իջնող պատկեր ունենք, հակառակը չի ձևավորվել, մենք տեսնում ենք, որ այստեղ ամեն անգամ երբ որ իջնում է, մի փոքր բարձրանում է, հետո իջնում է, էլի բարձրանում է, հա, այս զոնաները որ կա, հա, ամեն անգամ որ իջնում է, բարձրանում է մի փոքր շունչ է քաշում, հետո շարունակում է իջնել։ Հիմա այս պարագայում ինչ է նշանակում, որ այս զոնան, այս վերևի հատվածը, որտեղ որ բարձրացավ ու դրանից հետո շարունակեց նոր զոնաներ գտնել դեպի ներքև, այս զոնան մեզ համար կարևոր զոնա է։ Ինչի համար է կարևոր, որովհետև մենք պետք է դիտարկենք հետևյալը։ Եթե շուկան որոշել է շարունակի ներքև, ապա այս զոնան երբեք ինքը պետք է որ չջարդի, okay, չջարդի, կարա գա այս զոնան, շարունակի իջնել ներքև։ Բայց եթե ինքը որոշել է, որ այս ներքևը իրան հերիք էր ինչքան որ իջավ, հիմա պետք է արդեն հակառակ ուղղությամբ բարձրանանք, ինքը պարտադիր այստեղ գալու է այս զոնան ջարդի, okay, եւ այս զոնան երբ որ գա ջարդի, դեպի վերևի տրամաբանություն ենք ունենալու, որ բարձրացավ, ավելի բարձր քան նախորդ ամենաբարձր կետը, այսինքն մեր lower high-ը վերջին, որը որ պաշտպանված բարձունք ենք համարում, որովհետև եթե այս զոնան ջարդեց, նշանակում է, որ գնորդների ու վաճառողների բալանսը փոխվեց, վաճառողները այստեղ շատ էին, հիմա գնորդները արդեն ոնց որ վերցրեցին շուկան իրենց ձեռքը, հետևաբար հիմա սենց իջնելու է ներքև, ու ինչ ենք ակնկալում, եթե վերև այսպես բարձրացավ, այս նույն լոգիկայով արդեն մենք ինչ ենք դիտարկում, որ ինքը շարունակելու է վերև բարձրանալ
ու մենք այս պարագայում պետքա ճիշտ հասկանանք, թե շուկան ուրա գնում, այսինքն մենք ակնկալում ենք, որ սենց ինչ-որ մի բան պետք անի ու սենց բարձնա։ Իհարկե շատ երանելի կլիներ, որ շուկան սենց պրիմիտիվ լիներ, որովհետև շուկան այսքան պրիմիտիվ չի։ Շուկան, եթե մենք ռեալ դիտարկենք, ոնց է վիզուալ լինում, տրամաբանությունը նույնն է, okay? Այս սենց պատկերացրեք, ուղղակի իրական շուկայի պատկերը ավելի շատ սենց ինչ-որ բաներ է լինում, որտեղ որ սենց ինչ-որ պատկեր մենք կարանք ունենանք, օրինակ, okay, ու մի րոպե մի քիչ էլ շարունակեմ էլ այտենց ու մեզ համար երբեմն անհասկանալի է լինում, թե այդ դեպքում այս ինչ է անում շուկան, հիմա վերև ներքև է, թե ինչ է, մենք այստեղ շատ պրիմիտիվ տրամաբանությամբ պետք է նույնպես դիտարկենք, որ ամենացածր կետը սա է, ճիշտ է։ Հետևաբար իր շարունակական ամենացածր կետը որն է եղել, այս մեկն է եղել, օրինակ, հետո հաջորդը որն է եղել, այս մեկն է եղել, հաջորդը որն է եղել է այս մեկը, okay, հաջորդը որն է եղել, այս մեկն է եղել։ Լավ, մի փոքրացնեմ, որ չխառնենք իրար։ Նույն բանն է իրականում, ուղղակի մարդիկ փող են կորցնում այս զոնաներում, որ այս ինչա անում շուկան, չեմ հասկանում։ Այստեղ դրա համար կա չոչ եւ բոս տրամաբանությունը, change of character, break of structure։ Այսինքն շրջադարձային կամ շարունակական լոգիկաներն է, որ ինքը ինչ է հուշում, որ երբ որ չոչ ենք ունենում, օրինակ այստեղ, կհիշեք ասեցի վերցի մեր պաշտպանված բարձունքն է, այստեղ մենք ունենում ենք ինչ, չոչ ենք ունենում, որտեղ այս զոնայից ներքև պետք է ինքը ճիշտներ, տեսնում եք, չէ, միշտ այս մեր բարձունքները հիմնականում պահպանվում է, okay, եւ այս մեկը չպահպանվեց, հետեւաբար այս մեկը քանի որ չի պահպանվել, նշանակում է, որ արդեն փոփոխվեց։ Նույն լոգիկան հակառակ մենք կարող ենք դիտարկել, okay, որտեղ որ կարող ենք սենց անել եւ նույն լոգիկան հակառակն է, որ դեպի վերև է բարձրանում, հետո այստեղից փոփոխվեց, okay։ Լավ, սա հասկացանք, հիմա տեսեք ինչ է տեղի ունենում, որ սա, երբ որ արդեն չոչը տեղի ունեցավ, այստեղից մենք ինչ ենք դիտարկում, դեպի վերևը ինչ է, որ գալու է արդեն նոր բարձունքներ, ձևավորվի այսենց, հա, եւ այստեղ նույնպես մենք ունենալու ենք նույնպես boss լոգիկան break of structure-ներ։ Այստեղ չոչն է տեղի ունեցել եւ այնտեղ արդեն boss-եր է տեղի ունենում ու քանի հակառակը չի ապացուցվել, մենք ինչ ենք անում, դեպի վերև ենք դիտարկում։ Ոնց ենք վերև դիտարկում, շատ տարբեր լոգիկաներ կա։ Հիմնականում ամենահեշտ լոգիկան է, որ վերցնում ենք ամենաներքևի զոնան, օրինակ երբ որ չոչ ա եղել, այստեղից ու boss-ից հետո այստեղից այստեղ մենք քաշում ենք ինչ, մի հատ Fibonacci, հիմնականում շուկան գալիս է, այս զոնաները տեստավորում է, golden zone-ը ենք իրեն համարում, այստեղից հետո բարձրանում է վերև, հետևաբար մենք այստեղից մեծ հավանականություն ունենք, որ գործարք եթե դեպի վերև բացենք, ապա ինքը հաջողված գործարք է լինելու, այստեղ օրինակ է, այստեղից էլ կարանք մի հատ Fibonacci քաշենք, տեսնենք, որ չգիտեմ, օրինակ sense, ինչ որ եկել այս զոնան, ու այս զոնան point of interest-ը կոչվում։ Point of interest-ը, եթե լսել եք, fair value gap, order block, supply demand զոնաներ եւ այլ, այդ ամենը on-line դասընթացում արդեն իսկ զապիս արած կուրսի մեջ մանրամասն բացատրում եմ ու այստեղ ոչ միայն point of ունենում ենք, այլ նաեւ լիքը այլ գործիքակազմ ունենք, որը որ մեզ օգնում է հասկանալ արդյոք այս զոնան լավն է, թե լավը չի։ Մի խոսքով, սրանից բացի նաև մենք ունենում ենք այսպես կոչված այսպես զոնա, որտեղ որ premium եւ discount զոնա է։ Ու մենք երբեք մի հատ շատ կարևոր օրենք կա, որ
երբեք օրինակ վերևի հատվածը պրեմիում զոնա է կոչվում, ներքևի հատվածը discount զոնա, այսինքն էժան զոնա, զեղչված զոնա եւ պրեմիում զոնա։ Մենք ուզում ենք գնենք էժան, թե ուզում ենք գնենք թանկ։ Բնականաբար էժան, չէ՞։ Դրա համար միշտ մենք եթե գործարք բացելու լինենք դեպի վերև, միշտ պրեմիում զոնայում ենք դիտարկում։ Եթե վաճառում ենք, ուզում ենք թանկ վաճառենք։ Հետևաբար պրեմիում զոնայում ենք այս ամենը դիտարկում։ Okay? Պրեմիում զոնան ու դիսկաունտ զոնան այնքան կարևոր են, որովհետև ոնց որ մենք նույնպես բանկերը, հա, բանկերը ուզում են էժան առնեն, թանկ վաճառեն։ Ինչպես որ ցանկացած մարդ, որը որ ուզում է փող աշխատի։ Եվ այս պրեմիում դիսկաունտ զոնան նույնպես աշխատում է ամեն ուր, այսինքն մենք թեկուս այստեղ, տեսեք, իջավ գինը, բարձրացավ գինը օրինակ սենց, չէ, տեսեք այստեղից այստեղ քաշում ենք, այստեղից է վաճառքը տեղի ունեն, ոչ թե այստեղից է վաճառքը տեղի ունեն, այստեղից արկա տեղի ունենում, այստեղ պրեմիում զոնայում վաճառքա տեղի ունենում, որպեսզի շարունակվի։ Սա հուսով եմ պարզ էր ձեզ եւ AMD-ն հիմնականում AMD-ն accumulation, manipulation, distribution տրամաբանությունն է, դա ինչա, որ հիմնականում ինչա տեղի ունենում, եկեք ցույց տամ։ Հիմնականում շուկան հատված ունի, որտեղ որ հանգիստ է, հիմնականում ասիական զոնան է, հետո ենթադրենք շուկան որոշել է դեպի վերև բարձրանա, այն պահին, երբ որ Եվրոպան արթնանում է, պարտադիր մի հատ մանիպուլյացիա տեղի ունենում, okay? Այսինքն սա մեր ասիական զոնան է, որից հետո մանիպուլյացիա տեղի ունենում, այստեղ ինչ-որ սենց մի բան, որից հետո հիմնականում շուկան բարձրանում է վերև, սա լինում է հիմնականում եվրոպական զոնայում եւ սա լինում է արդեն ամերիկյան զոնայում, որը որ ուրեմն բարձրանում է։ Մենք երբ որ գլոբալ հասկանում ենք շուկայի բարձրանալու լոգիկան, շաբաթական օրական գրաֆիկաները մեզ հուշում են, եթե դեպի վերև է հուշում, ապա մենք պետք է հասկանանք, որ օքեյ վերև է, այստեղ եւ այստեղ ստոպեր կան։ Եթե մենք ուզում ենք վերև բարձրանանք, գալու են հիմնականում այստեղ ներքևի ստոպերը մաքրեն, դիրքավորվեն, որից հետո արդեն շարունակեն վերև բարձրանալը։ Շատ պրիմիտիվ է այրևում, իրական պրիմիտիվ է, բայց պետք է որոշակի նրբություններ, նյուանսներ հասկանաք, որպեսզի կարողանաք դուք էլ նույնպես դիրքավորվեք որտեղ, դիրքավորվեք այստեղ։ Կոնկրետ մենք հատուկ ձևաչափ ունենք, որտեղ որ անվանում ենք իրեն shift, իմ ուսանողները կփաստեն, որ երբ որ shift-ա տեղի ունենում 0.5 զոնայում, մենք գործարք ենք բացում դեպի վերև, այստեղ մենք հիմնական 1-ը 4-ի, 1-ը 3-ի գործարքներ ենք կարողանում որսալ, սա ինչքան է, 1-ը 6-ի, նույնպես մինչև 1-ը 12-ի երբեմն գործարքներ լինում են, որ հնարավորություն է ընձեռնում այս մեթոդիկայով ուրեմն գործարք բացել եւ ստանալ։ Եվ ի վերջո վերջի լոգիկան է նա, որ կոնտեքստը հասկանալն է։ Կոնտեքստը որն է, որ մենք այս ամենը, եթե սենց ենք դիտարկում, հա, քաոս է։ Ինչ է այստեղ կատարվում, հա։ Վերև, ներքև, վերև, ներքև, վերև, ներքև։ Բայց այն պահին, երբ որ մենք հասկանում ենք, որ տես այստեղ, օրինակ հենց այստեղ, մենք ունենք shift զոնա, որը որ գալիս է այս զոնան ջարդում է, մենք այստեղ հնարավորություն ենք ունենում ինչ գործարք բացել դեպի վերև։ Կասեք հայք, հա, բնականաբար սաղ տեսնում ես, իդեալական է, բայց դա իրականում կարող եք հավատալ, կարող եք չհավատալ, դա ոչ մի խնդիր ես չեմ տեսնում ու մեզ համար մենք ունենում ենք նույնպես լիկվիդացիոն զոնաներ, որտեղ է մեր լիկվիդացիան։ Մենք այսենց դիտարկում ենք, որ կարա առնվազն այստեղ գա, կարա այստեղ գա, որպեսզի մեր թարգետները դիտարկենք, հատուկ Fibonacci-ով նայում ենք, տեսնում ենք մինչև ուր կարա գա հասնի 0.4-ի զոնայի սահմաններում, եթե կա լիկվիդացիոն զոնա, ապա այդ լիկվիդացիոն զոնան պարտադիր գալու է մաքրի, հետևաբար այսենց 1-ը
4.7-ի գործարքներ անձեռնվում։ Այս ամենը, երբ որ հասկանում ես, երբ որ տեսնում ես, շատ հաճելի է, շատ կայֆ է։ Այսքանը այսօրվա համար ուզում եի մի թեթև smart money կոնցեպտի տրամաբանությունը ձեզ բացատրեի ու հուսով եմ հաճելի էր, հուսով եմ տրամաբանական էր։ Ձեզ լավ եմ մաղթում, հիշեք fake հայկերից հեռու մնալ, որովհետև ես ձեզ ոչ գրելու եմ, ոչ փող եմ ուզելու, ոչ էլ հեքիաթներ եմ պատմելու, օքեյ։ Իսկ եթե ուզում եք պրոֆեսիոնալ դասընթացներ, hayekTrading.am մտեք, նայեք, լիքը անվճար դասեր ունեմ, իսկ եթե պատրաստ եք վճարել, պատրաստ եք պրոֆեսիոնալ trader դառնալ, ապա վճարվի նույնպես դասընթացներ ունեմ։ Ձեզ լավ օր, կհանդիպենք հաջողություն։